Մենք վերադարձանք սիրելի ընկերներ, շարունակվում է առավոտ լուսով վիկենդը, հիշեցնեմ, որ մեր տաղավարում են դերասաններ Արսեն Միքայելյանը եւ Ջեմա Ադամյանը։ Նորից ասում ենք բարի լույս ձեզ։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Դե պատմեք, ինչպես եք արթնացրել, այո։ Առավոտն իհարկե այս դեպքերում սկսվում է Գյումրիից հասնելով, բայց ինչպես միշտ Գյումրիից Երևան ավելի շուտ ենք հասնում, քան Երևանի ակետից բերք։ Բայց ամեն դեպքում արդեն այստեղ ենք ու շատ ուրախացանք, որ դուք եք լինելու շփվելու ենք։ Խոսելու, քիսվելու, թե ինչ է եղել, ինչ եք բաց թողել։ Նախորդ շաբաթ երրորդյա հյուրախաղերով Երևանում էիք, չնայած արդեն հասցրեցինք Ադելինայի եւ Արսենի հետ պատմել մի փոքր, բայց նաեւ ձեզ համար ինչպես անցավ ներկայացումները, ինչպիսին էր տպավորությունը հանդիսատեսից։ Սկսես։ Շատ լավ անցավ ներկայացումները, շատ լավ ընդունեցին, ջերմ ընդունեցին, սիրեցին մեր ներկայացումները, չնայած այդ ներկայացումներից երկուսը մենք առիթ ունեցել ենք խաղալու մայրաքաղաքում, բայց մենք ունեինք նաև մայրաքաղաքային պրեմիերա, արտիստիկ համերգ վերնագրով այդ շոու ներկայացումը, որը նույնպես շատ բուռն եւ շատ լավ ընդունվեց հանդիսատեսի կողմից։ Որը ստեղծվել է հենց 160-ամյակի կապակցությամբ, չէ՞։ Այո, այո։ Եվ մի փոքր պատմենք, ինչպիսին է ձեր փորձառությունը, որովհետեւ օրինակ Արսենը այնտեղ ոչ միայն ներկայանում է պատմողի կերպարով, այլ նաեւ երգում հանդիսատեսի համար։ Մի վատ բան պետք է լիներ այդ ներկայացման մեջ, որոշեցին թողնեմ, որ ես երգեմ։ Ու շատ մի ծիծաղելի բան պահ կա, որ ընկերներից մեկը նստած նայում է, ասում է սկզբում որ դերասաններն այդքան լավ էին երգում, մտածում էինք, որ այնք բանը կարող է ֆանագրամա է, էլի, որ այսքան լավ երգում են, ասում է Արսենից հասկացաք, որ ֆանագրամա չէ։ Կարող է այդպես դեր 161-ի շրջանակներում էր բեմադրվել արտիստիկ համերգը, Ռաֆայել Ասատրյանն էր բեմադրել, իսկ խորեոգրաֆիան Արմյան Արարատյան, եւ շատ գեղեցիկ էր այդ 160-ամյակի բացումը Գյումրիում, եւ հետո իհարկե մտածեցինք, որ կարելի է այս ամեն ինչը նաեւ ներկայացնել Երևանյան հանդիսատեսին եւ երրորդյա հյուրախաղերի շրջանակներում նաեւ երգեցինք ավելի շատ, շարժվեցինք արտիստիկ համերգի շրջանակներում։ Շատ լավ։ Մենք գիտենք, որ ցանկացած հյուրախաղ լի է արկածներով։ Այ հետաքրքիր է ձեզ հետ ինչպիսի արկածներ են պատահել, որ կարող եք կիսվել ու պատմել մեզ։ Հատկապես Արսենի հետ պատահած դեպքը քիչ առաջ դարձավ բոլորի համար հասանելի, որովհետև Ադելինան Արսենը պատմեցին ինչեր է տեղի ունեցել իշխանուհին ներկայացման ժամանակ։ Էլ ինչ է կարել։ Այդ պատմությունը տեղի էր ունեցել Գյումրիում, իսկ անցած շաբաթվա մեր ներկայացման ժամանակ էլի եղան տեխնիկական խնդիրներ, որոնք որ համ զվարճացնում են, համ այդ պահին տխրեցնում են, բայց ընդհանուր շատ հետաքրքիր անցավ։ Ինձ թվում է Արսենը կպատմի, ես մի քիչ էմոցիաների տակ եի եւ մի լավ չեմ հիշում։ Ինչ է պատահել։ Ինք ասբերտի իշխանուհին որ սկսվում է, առաջին տեսարանում դա էս կարմիր կտորով վարակույն է գծված, որտեղ նստած են Ջեման ու մյուս դերակատարները բեմին ու ֆինալի տեսարանում երբ որ արդեն իջնելու աստիճաններից այդ կտորը պետք է քաշվի ու երեխեքի ռեպլիկներն են որ իրենք ներքևից երբ որ լույս են տեսնում լապտերով այդ լույսը ֆիքսում են ու սկսում են քաշել կտորը։ Սունդուկյան թատրոնում չգիտեմ ով ուղակի իր համար մի բան որոշում է լապտերը միացնի ու անջատի ուղակի անցնելուց որ այդ 10 տղեկը վերևից այդ լապտերի լույսը տեսնում են ու կտորը սկսում են քաշել բայց տեսարանը չի հասել էլի այլ Ջեման կտորի վրա կանգնած է ու այս սկսում են կտորը քաշել այս Ջեման կտորի վրայից թռնում է հետ գնա հետ որ այդ մի հատ բան քաշի պիտի բերի որովհետև ձեռքերով քաշելով բերում է հնարավոր չի իմ այդ կտորը բարձրանում են Ես նորից ընկնում եմ դեկորը այդ ինչու են շուտ քաշում ռեպլիկով է տվել տեխնեժը գնում է այնտեղ փորձում են ճշտել ինչ է կատարվում այդ պահին իհարկե սարսափելի էմոցիաներ է բայց որ հետո արդեն օրը վերջացավ բանը հետ գալիս պատկերացրեցի շատ Իրական շատ էմոցիոնալ ներկայացում է, դա ասենք հանդիսատեսին, հեռուստադիտողներին, որոնք դեռ չեն տեսել ներկայացումը, որպեսզի հասկանան պահի լրջությունը եւ ծանրությունը։ Հա այդ երկու տրամադրությունների հակադրությունը, որ Ջեմայի հոգեվիճակը բեմին ու այդ արանքը, որ կտորը քաշում էր ու դերասանը հատակը տակից տան։ Հա, ինձ իսկապես մի բան թվաց, թե ինձ թվում է, որովհետեւ առաջին վայրկյանների ընթացքում ես չէի հասկանում, չէի հավատում, որ հնարավոր է որ տենց բան լինի, բայց հետո արդեն սկսեցի հավատալ։ Նմանատիպ տեխնիկական բարդություններով լի ներկայացում նաև Մաուգլին է
Այո։ Այդտեղից ինչ ավազակություններ ունեք պահած։ Զարմանալիորեն Մաուգլին ավելի հանգիստ է գնացել, այսինքն ինքացի մեջ որ ենթադրենք խնդրեմ չկա պիտի այդ քայլում ես այդ ներկայացումը, բայց ինքացի մեջ ավելի շատ եմ ընկելու ինչ որ խնդիրներ ունեցել։ Մի անգամ այդ առաջին գործողության ֆինալն էր, որ եղբոր մահվան լուրն իմանում է ու պետք է աստիճաններից իջնի, միշտ շատ փոքր ծակի մեջ եմ հայտնվում ու չեմ եմ զարնում թե ինչպես է տեղի ունենում էլի։ Չեմ էլ պատկերացնում ինչպես եմ այդ ծակի մեջ ընդհանրապես տեղավորվել։ Ունի սովորություն ունի դեկորները ջարդելու։ Ես հիշեցի մեր համատեղ ներկայացումը, մեր միջոցով էր ջարդում դեկորները, այո։ Ձեր միջոցով։ Անհնար Արսենի հետ հայտնվել բեմում այդ ներկայացման ժամանակ մի վնասված կոնը չունենա։ Այդ ինձ թվում է ավելի շատ լարվածության հետևանք է, որովհետեւ բրենդերական բաներն ու էմոցիոնալ ինչ-որ թեմաներով, բայց ամեն դեպքում այդ շատ ծիծաղելի է, որ նմանատիպ բաներ տեղի ունենում են թատրոնի process-ի մեջ։ Մաուգլու ժամանակ ավելի շատ փորձերի ժամանակ էր լինում ինչ-որ տրավմաներ, որովհետև կռիվներ էր, տենց ինչ-որ գազանների տեսարաններ էր ու մենք մարդիկս մի քիչ դժվարանում էինք այդ ժամանակ ու ինչ որ միկրովարկյանների տարբերությամբ հնարավոր էր մեկս մյուսից վնաս տանք հա ու տենց բոլորս տրավմաներով էինք այդ ներկայացման պրեմիերային Որ շտապությունը բանը զանգում էին, ասում Մաուգլիից է, արդեն գիտեին, որ համար մեկ ռեժիմով էին աշխատում, որ կարողանային հասցնել օգնել դերասաններին։ Շատ լավ։ Կպատմեք մեզ ինչպես հայտնվեցիք Գյումրու Վարդան Աջոմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Հատկապես Ջեմայի պատմությունն է շատ հետաքրքիր, որովհետև եթե Արսենի դեպքում ճանապարհը Մոտիկ էր, այո, Սովորական ինստիտուտից։ Հապանից մինչև Գյումրի։ Դա ես սովորում էի Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի կապանի կուրսում, որը այդ տարի էքսպերիմենտալ կուրս էր, կապանի թատրոնը նոր կադրերով համալրելու համար, եւ ես շատ ուրախացա այդ փաստը իմանալով եւ միանգամից ընդունվեցի կապանի մասնաճյուղ այդ տարիներին աշխատում էի նաև Կապանի դրամատիկական թատրոնում, բայց ավարտելու տարիներին ստացա հրավեր Գյումրու դրամատիկական թատրոնի կողմից, Լյուդվիգ Հարությունյանի եւ Վիրաբյան Տիգրյանի կողմից, ով այդ ժամանակ թատրոնի պրոդյուսերն էր, իսկ Լյուդվիգ Հարությունյանը գեղարվեստական ղեկավարն էր, եւ փորձաշրջանով հայտնվեցի Գյումրիում, իսկ հետո արդեն մնացի Գյումրիում ու սեպտեմբերի 5-ին կլերանա իմ 10 տարին, ինչ ես Գյումրիում եմ։ 10 տարի։ Չես փոշմանել։ Ընդհանրապես չեմ փոշմանել, ինձ թվում է սա իմ կյանքի ամենալավ որոշումներից մեկն է եղել։ Ամենաճիշտ որոշումներից։ Ինչ յուրահատկություններ կան Գյումրու թատրոնում, որ չեք գտնի այլ թատրոններում։ Ամենակարևորը առողջ հոգեբանությունն է եւ ստեղծագործական իմաստով եւ նաեւ կազմակերպչական հարցերի իմաստով եւ այնքան հավես է, որ այդ լավ ավանդույթները փորձում են սերնդեսերունդ շարունակել ու ինչ հիշում ենք մենք թատրոնում տեսել ենք Տիգրան Վիրաբյանի ժամանակներում, հետո Հարությունյան Լուդվիգը, հիմա արդեն Արամ Նեկարապետյան ու բոլորը փորձում են այդ համակարգը պահել, որովհետեւ ինքը ազնվության, ինքը մաքրության ու ամենակարևորը այդտեղ գլխավոր նպատակը ստեղծագործելն է ու ստեղծագործությունը միշտ գերնպատակ է, այսինքն անձնական սկզբունքները երբեմն պետք է կողքի դնես այդ ստեղծագործության հաջողելու հետ կապված ու այդ ազնվությունը այդպես սերնդեսերունդ թե դերասանների մեջ թե ռեժիսորների մեջ փոխանցվում է ու երևի այդ ազնվության արդյունքն է, որ հիմա ունենք այն ինչ ունենք, էլի Գյումրու թատրոնի հետ կապված։ Խոսենք 161-ի մասին։ Այո։ Ինչ է սպասվում առաջիկայում, որովհետև մեր նախորդ հյուրերը փակագծերը շատ չբացեցին, որպեսզի մի քիչ էլ դուք պատմեք։ 160-ամյակը իհարկե սկսվեց արտիստիկ համերգի բացումով, բայց իհարկե հատկանշական է, որ թատրոնի 160-ամյա հոբելյանի հետ կապված պիտի ներկայացումներ բեմադրվեն ու այդ ներկայացումները պիտի բավականին ակնառու լինեն կապված հենց 160-ամյակի հետ եւ առաջին պրեմիերան, որ նախատեսված է մայիսին, դա Լեոնարդ Գերշի Թիթեռներն ազատը, չէ, մինչեւ Թիթեռները մենք ունեցանք աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը, ապրելի շատ գեղեցիկ։ Մենք այստեղից խոսել ենք Այսօր երեկոյան, Սիրուն, այո, այսօր երեկոյան պիտի Արագ Ջևան հասցնող կարողանան ներկայացումը հասցնեն ու գնախաղան։ Անպայման նայելու ներկայացումների շարքից է, իմ ամենասիրելի ներկայացումներից է փուլում, ես շատ եմ սիրում, այդպես անընդհատ գնում նայում եմ, որ հանկարծ բամբաչ թողնեմ ու իսկապես տակ սիրուն Մարկեսյան տրամադրությամբ ոգով պատմություն, բեմադրել է Արինա Արարատյանը, բեմական ձևավորումը Նելին է, չէ՞, Բարսեղյան։ Նելի Բարսեղյանն է։ Ու թատրոնի մեր շատ տաղանդավոր ու համով դերասանները, այդպես։ Փոքր բեմին մայիսին կունենանք պրեմիերա Լեոնարդ Գերշ Թիթեռներն ազատ են ստեղծագործությունը,
նկարությունը ռեժիսորը էլի երիտասարդ ռեժիսոր Նադեժդա Ավետիսյանն է, մեր շատ սիրելի երեխեքից մեկը։ Լյուդվիգ Հարությունյանն Ռեյկունից վատ տղաները նախնական վերնագիրները, վստահ չենք վերնագիրը այդ կմնա թե չէ, բայց մի համով կոմեդիա էլ է գալիս եւ իհարկե ամենա այդ ներկայացումը որին այդպես բոլորը սպասում են որ պիտի տարվա ամենամեծ ներկայացումներից մեկը լինի այդ Ագաթա Քրիստիի ստեղծագործություններից մեկի բեմադրությունը այդ մասին չեն թողնում ասենք պետք է սպասենք որպեսզի արդեն վերջնական տարբերակով հասկանանք թե որ ներկայացումը երբ կլինի որպեսզի մենք էլ պլանավորենք երբ են գալու Գյումրի չնայած դա միշտ կարելի է պլանավորել անկախ ոչ աշխատանքային է օրը թե աշխատանքային, բայց դե։ Ես համաձայն եմ քեզ հետ։ Պետք է ներկայացում նայելու համար յուրահատուկ կերպով գնալ թատրոն։ Ինչպես է Գյումրու հանդիսատեսը պատրաստվում ներկայացում դիտելու։ Ինչպես է գալիս թատրոն։ Մարդիկ պատրաստվում են, մարդիկ օրերով պատրաստվում են, իրենց պլանները կազմում են այնպես, որ լինեն ազատ, լինեն հանգիստ, լինեն գեղեցիկ, որ գան թատրոն։ Ես ընկերներ ունեմ, նրանց ներկայացման էի ուզում հրավիրել, զուտ իրենց արտաքին այդ պահը իրենք իրենց արտաքինը գնահատելով, ասացին մենք չենք կարող մտնել թատրոն։ Ու այդտենց շոյվեցի, ասում ինչ լավ, ասում հա չենք հասցնի ուղղակի գնանք պատրաստվենք, որ գանք։ Իսկ գյումրեցիները այո պատրաստվում են եւ նոր են մտնում թատրոնի շենք։ Տոմսերի վաճառքի ցուցանիշը երբ ընդհանուր նայում են Երևանից միշտ վաճառքն ավելի շատ է, քան Գյումրիից, ասենք այսպես մի 55-45 հարաբերակցությամբ է։ Ու այդպես է որ շաբաթ կիրակի օրերին ներկայացման տոմս գտնել արդեն բավականին լուրջ խնդիր է, թե ժամանակին այդ հարցը չես լուծում, որովհետև հիմնականում տարբեր տեղերից զբոսաշրջիկներ որ գալիս են, իրենք փորձում են որ իրենց օրվա մեջ, երբ որ գալիս են Գյումրի հանգստանալու 1 կամ 2 օրով, թատրոնը անպայման իր տեղը ունենալու է ու գալիս են իրեն ինչ որ մի նոր ներկայացում բացահայտում ու այդպես այդ ալիքը գնում, հետո զգում ես թե ինչպես են արդեն ներկայացման նկատմամբ հետաքրքրասիրությունն ավելի մեծանում ու ուրախանում ենք որ այդ հաջողությունը միշտ այդպես գնում է, այսինքն հանդիսատեսի խնդիր չենք ունենում, այդ շատ հաճելի է։ Շատ լավ է։ Հիանալի։ Խոսենք նաև նոր ժամանակների մասին, որովհետև շատ հաճախ ասում ենք, որ մերօրյա հատկապես երիտասարդները դարձել են ավելի ուշադրություն շատ արագ կորցնող, այսպես ասած 15 վայրկյան է պետք նրանց շեղվելու համար, ինչով է զարմացնում Գյումրու դրամատիկական թատրոնը հանդիսատեսին, արդյոք միայն մարդկային պատմությունները բավարար են այսօրվա մարդուն հուզելու համար։ Մեզ մոտ շատ հաճելի է այն պահը, որ ցանկացած բան, երբ որ ժամանակը բերում են նոր մարտահրավերներ, այդ մենք արագ ընդունում ենք։ Այսինքն, եթե ժամանակակից աշխարհում կա AI, որը որոշակի պահանջներ ունի, որոշակի արդեն նոր իրականություն է ստեղծում, այսինքն մենք չունենք խնդիր, վայ չէ, սպասեք հասկանանք ինչ է կատարվում, չէ, այսինքն էս է նոր իրականությունը։ Ու պիտի ընկալենք, հասկանանք, թե ինչպես կարելի է այդ ամեն ինչը ուղղորդել, փոխել ու արդեն թատրոնի մտածողության մեջ ենթադրենք այդ ամեն ինչ արդեն ժամանակակից աչքով, ժամանակակից պատկերացումներով արդեն ավելի ակնառու դարձնենք ու փորձենք միքսել իրականության հետ, որովհետև ամեն դեպքում ընդունենք թե չընդունենք դա մեր անձնական խնդիրն է, բայց դա է այսօրվա իրականությունը եւ ժամանակի պահանջը։ Եվ իհարկե ինչքան էլ իր վտանգավոր կողմեր ունենա, բայց այդ նոր իրականությունը նաև ստեղծում է որոշակի համակարգ, թե ինչպես գտնես այդ ճիշտ օրգանիկան, ինչպես կարողանաս այդ այն ամենակարևոր բանը, որ ենթադրենք թվային աշխարհը չի կարող տալ ու տալիս է ենթադրենք թատրոնը, ենթադրենք այդ կենթանի շփումն է, որը այսինքն ինչքան էլ մենք հեռախոսի մեջ դիտենք, բայց ամեն դեպքում այն ինֆորմացիան, որ ունենք, որ բեմում այդ պահին հենց այդ ժամանակի ու տարածության մեջ եւս մեկը քեզ պատմություն է պատմում ու դու այդ պահին հենց իրեն ես լսում, այդ արդեն ստեղծում է մի բացառիկ քիմիա, որը այսինքն հնարավոր չէ ստանալ որևէ այլ միջավայրում, էլի։ Բայց ամեն դեպքում ինչ էլ որ գալիս է, ինչ էլ որ ստեղծում, արդեն լուսային համակարգերը այնքան են զարգացել, որ արդեն դերասանի ինչ որ մի շարժման ռեպլիկից լույսը կարող է միանալ, լույսը կարող է անջատվել, այսինքն դա է ապագայի, առաջ մարդիկ էին կոնկրետ անում, հիմա արդեն տեխնիկան այդ ամեն ինչը կառավարում է, բայց պետք չէ այդ ամեն ինչից հրաժարվել, այլ պետք է այդ ամեն ինչը ճիշտ միքսել ու տեսնել թե ապագայի թատրոնն ինչ է դառնալու։ Թատրոնը այդ տրամաբանությամբ ինքը շարունակում է զարգանալ ու միշտ առաջնային խնդիրը այն է, որ եթե ինչ որ նոր բան գալիս է, ուրեմն առաջինը մենք փորձենք առաջինը մենք այդ էքսպերիմենտին գնանք։ Շատ լավ է։ Խոսենք մի փոքր կերպարների մասին։ Այո։ Այո։ Սիրելի կերպարներ կան արդյոք Ձեր անձնական խաղացանկը կամ ջեմա օրինակ քո ամենասիրելի կերպարը, որը Արսենը մարմնավորել է, որն է ու նույնը Արսեն հակառակը։
Ես Արսենին որպես դերասան առհասարակ շատ եմ հավանում։ Բոլորս։ Ահա։ Անսահման տաղանդավոր մի մարդ։ Այո, նրա բոլոր կերպարներն էլ շատ հավանում եմ, բայց կառանձնացնեմ երևի վերջին կերպարներից Ատոմի կերպարը, ինքած Բերթի իշխանուհի ներկայացման մեջ, որ էլի շատ յուրահատուկ ձևով են մատուցում։ Իսկ Արսեն Լինում է որ կան որ թույլ են ու կան միջին, բայց իր դեպքում այսինքն չկա մի կերպար, նույնիսկ այն ներկայացումը որ կարող է ես չսիրեմ, բայց ինքը զբաղված է, իր կտորներն այնպես առանձին հաճույքով նայում եմ, էլի։ Ու այդ բացալու, բայց ցանկացած բան իհարկե այս վերջի շրջանում որ ինձ համար միշտ ամեն անգամ 0-ից զարմանում եմ, երբ որ կուլիսներից իր տեսարաններն եմ նայում, այդ ինքած Բերթի իշխանուհի ներկայացումն է։ Ու շատ հաճելի է այն օրերը, երբ որ մենք այսինքն երկու կազմ է, մի կազմը զինվորներ են խաղում, մի կազմը գլխավոր դերակատարներ են, ու այդպես փոխվում ենք։ Ու այդ տեսարան ժամանակ, երբ որ մենք զինվոր ենք խաղում, այդ ջեմայի տեսարանները կգրասում, ասում եմ հնարավոր չի, ինչ է մտածել, որ այսպես բան գտել, այս մատուցում ինչ որ մի հատ երանք կամ մի հատ նայվածք կամ ինչ որ ինչպես կարողանում շարժվել, քայլել, խոսել։ Ու այդպես մի տեսարան կար, որ առաջին գործողության ֆինալին ինքը գալիս է ու աղոթքի տեսարան է, բայց բավարարված իր վրեժի, որ վրեժը բավարարվել է այդպես հանգիստ կանգնած աղոթում է ու խնդրում, որ իրեն ուշ տա, որ կարողանա այլի ավելի ոչրագործություններ գործել, այդ խաղաղությունը դեմքի վրա իր խոսելու ընթացքում կանգնած կուլիսներում ասում փախի։ Իսկ խաղընկերներից ինչ կպատմեք։ Ով է ամենասիրելի, ամենահարմար խաղընկերը նաև բեմում։ Ընդհանրապես երբ որ երկար ժամանակ ես անցնում ու նույն տարածքում շատ եք լինում, այդպեսի ինչ որ մի հատուկ ներքին քիմիա ձևավորում է, որը եւ ընկերությունը եւ այսինքն որոշակի կերպարների կենսագրություններով անցնելուց հետո, բայց յուրաքանչյուր այդ այդպես առանձին ինչ որ հավես մի պատմություն է ստեղծվում, որը երբեք որևէ մեկի հետ չես փոխի։ Թեկուզ մեր ոչինչ չի մնա այդ ժամանակ այդ լրիվ ուրիշ կինո էր, այսինքն ջեմայի այդ լելի լիքը ներկայացումներ։ Մի հատ այդ շատ հետաքրքիր է որ հերոսների մեջ մի պատմություն է ստեղծվում, որը մնում է միայն այդ երկուսին է, էլի, էական չի թե դու ինչ կարգավիճակում ես գտնվում, բայց այդ պատմությունը շատ անձնական սեփականություն է մնում երկու հերոսների միջև։ Սկսվում է պատմությունը, ավարտին միանգամից ավարտվում։ Ու սպասում ենք, թե երբ կլինի հաջորդ ներկայացումը այս ամսվա խաղացանկում։ Դրա հետքերով իհարկե հետևում ենք սոցհարթակներին, բայց դեռ չենք ավարտում մեր զրույցը։ Այսօր weekend-ը եւ weekend-ն առանց խաղերի չենք պատկերացնում։ Մենք պատրաստ Եվս մեկ խաղ ունենք ձեզ համար։ Կոչվում է, եթե պատրաստ եք իհարկե, իսկ ոչ պատասխանը չի ընդունվում, շնորհակալություն։ Պետք է շարունակել նախադասությունը։ Իսկ սկիզբը հետեւյալն է. եթե ես լինեի, մենք ավելացնում ենք մեկ բառ կամ բառակապակցություն, դուք շարունակում եք։ Ցանկալի է պատասխանել հումորով եւ իհարկե Լեննագանյան դրամատրության մեջ։ Եթե ես լինեի, տիեզերա գնաց։ Երջանիկ կլիներ։ ուրախանա երջանիկ կլիներ, ասեցի։ Այս ուրախանա։ Եթե ես լինեի տնային տնտեսուհի, Կհանգստանայի։ դե Արսենի Ոյ, հիմա իսկ ոյ, շատ բան ասեցի, Այդ տնային տնտեսու տղամարդու ոչ, դա քեշի վրա։ Կա իհարկե կա, եթե ապրեիր տնային տնտեսուհու գրաֆիկով, այսինքն չունենայիր այլ աշխատանք, միայն տան գործեր, տան հոգսեր շատ, որոնց հետ անհնար է երբեմն հանգստանալ, ես փորձեի Կա, ոչ չկա։ մի րոպե կա, պատասխանես։ Չէ, կքնեի։ Կքնեի։ Եթե ես լինեի քաղցրավենիք։ Ջեմա ժամանակը։ Գուցե ինչ Ինչ քաղցրավենիք ես շոկոլադե տորտ կլինեի, Դե տորտ։ որ ես ինձ ուտեի երևի, ինձ ուզեցի հենց։ Իսկ դու Արսեն։ Ինձ թվում է ռեզիններից կլիներ։ Ժելեով արջուկներ։ Ժելեով արջուկներ։ Եթե ես լինեի ծաղիկ։ Կակտուս կլինեի։ Կերտոս։ Չէ, ինձ թվում է բան, յասաման։ Յասաման։ Դրսոտ մի տեղ կլինեի դու։ Եթե ես լինեի ապուր, Ես կլինեի սպաս։ Օ, ես Դու էլ։ թան։ Այ դու ձավարով սպաս եղի, ես բրնձով սպաս։ Եթե ես լինեի կահույք։ Կահույք։ Խնդրում եմ տվեք այդ պատասխանը։ Մահճակալ։ Այն ինչ կապած է քնելու հետ Ես սուրճ։ էլ երևի ինչ-որ փափուկ բազմոց կլինեի։ եթե ես լինեի սկեսուր։ Կամ Ես կլինեի այս դեմքով։ Ջեմա Լևոնովնան Այո, ինձ միանգամից կասում Ջեմա Լևոնովնա։ Իսկ եթե լինեիր դու սկեսրայր։ Եթե համր։ Համր։ Թե ինչ է շատ հաճախ հարցերը սիրում է սկեսրայրներին։ Քիչ խոսի։ Եվ վերջի բառը Եթե ես լինեի
Քաղաք։ Ոչ, Աշխարհի մակարդակով Այո, կարող աշխարհի մակարդակով։ պատկերացնել Դուրս գանք, հա։ եւ այո ներվում Մենք է գիտենք, որ եթե դուք Գյումրի չեք շատ ուզում եք լինել սիրում։ Գյումրի։ Այո։ Գյումրին շատ եք Կներեք։ սիրում, Գյումրին անում ենք, որ չասենք։ Չէ, ինձ թվում է ես անկախ ամենից Սանկտ Պետերբուրգ։ Հա։ Ես ինչ որ Վատիկանոտ բան կլինեի։ Խաղաղ մենակ։ Հա, այո։ Դու քեզ էլ ես Հետաքրքիր է։ Վայ, ինչ քաղաք չգիտեմ։ Ինչ քաղաք լիներ դու։ Ես դեռ չեմ բացահայտել ամբողջ աշխարհը։ Կարող է փոխվի ճիշտ է, չէ՞ մի քիչ շատ լիք։ Ես կլիներ Լոնդոն Իհարկե։ երևի։ Լոնդոն, ես Լոնդոն։ Ես կցանկանայի գնալ տիեզերք, ինչպես քիչ առաջ մեր ապագա տիեզերագնացները նշեցին, լինել ամենաերջանիկը, որովհետև ունեմ այսպիսի ընկերներ, սիրելի գործընկերներ եւ ձեզ հետ կարող եմ անդադար խոսել թատրոնի մասին, որը մեծագույն սերն է յուրաքանչյուր մարդու, ով գոնե մեկ օր իսկապես ամբողջ օր անցկացրել է սիրելով թատրոնը այդ պատերի ներսում, անկախ որ քաղաքում է գտնվում թատրոնը, ինչ թատրոն է դա, տիկնիկային, թե դրամատիկ եւ այլ ֆորմատի, միևնույն է, թատրոնը մի երևույթ է, որը ինչպես նշեց մեր նախորդ հյուրը, պահանջում է նվիրում։ Շնորհակալություն նվիրյալներ։ Ձեզ էլ ենք շնորհակալ։ Եվ մեր ողջույնները տարեք Գյումրի, մենք էլ այստեղից կադրից այն կողմ Մինչև ձեզ կփոխանցենք։ հետո տանեն Գյումրի հաս։ Մինչև երեկո։ Ողջույններից բացի նաև դուք գաք։ Այո, մինչ երեկո եւ պետք է ավարտենք մեր զրույցը։ Շարժվենք Շնորհակալ ենք։ առաջ։